Հաստ ենք ձեզ բերում։ 6-րդ դարում Մովսես B. կաթողիկոսը 551 թվականին Քրիստոսի թվարկության այլակերպության տոնը մտցրեց զատկված տոների շրջանի մեջ և նշանակեց համբարձման տոնից հետո 7-րդ կիրակին։ Փոխկապակցելով այս սրա վրա պիտի զարմանաք, այլակերպությունը վարդավարի հետ։ Վարդավարը հեթանոսական տոն է, աստղիկ չաստվածուհու պաշտամունքն է, ում ընծայել են վարդեր, պաշտամունք են կատարել, այլ ազգերի մեջ էլ կա Աստարոֆտը քանանացիների և փյունիկյացիների չաստվածուհին է, նույն չաստվածն է տարբեր ազգերի մեջ տարբեր անուններով, ինչպես բաբելացիներն էլ Իշտարը պաշտել են և այն համարում են որպես մայրության և պտղաբերության աստվածուհի։ Այսինքն, եթե մեկը երեխա չէր ունենում, աստղիկ դիցուհուն աղոթք էր անում և դիցուհին նրան շնորհում էր զավակ։ Մայրության սիրո և հաջորդը տեսեք, նաև պատերազմի չաստվածուհի, մայրություն սեր, պատերազմը անհամատեղելի է սրա հետ։ Վարդավառը տոնախմբություն է և զոհաբերություն է դաշտը հովանավորող ուժերին։ Այդ որ ուժերն են, ինչ-որ օլիգարխներ, ովքեր են, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուր հովանավորող ուժերին։ Անշուշտ, որ մենք վստահ գիտենք, սա սատանան է և նրա զորությունները։ Իբրև թե ջրհեղեղից հետո Նոյը իր որդիներին պատվիրել է իրար վրա ջուր լեցնել ջրհեղեղի հիշատակը անմոռաց մնալու համար։ Որտեղ է գրաված նման բան։ Ջրհեղեղը Աստծո կողմից պատիժ էր, դատաստան էր մարդկությանը կործանեց, միայն 8 մարդ փրկվեցին այդ ջրհեղեղից։ Դե ասում են, շատ խիստ մի եղեք, երեխաները զվարճանում են, իրար վրա ջուր են լցնում, հեչ խնդիր չունենք դրա հետ։ Երեխաները թող զվարճանան, որպես ջրոցի, ինչպես իրենք ասում են, թող իրար վրա ջուր լցնեն, տաք է եղանակը, թող ուրախանան, հովանան, դա խնդիր չէ։ Բայց երբ որ դույլի մեջ մեծ խաչը դրվում է և ասում է օրտնեցի ջուրս և հետո իրար վրա է լցնում, այդ ջուրը ինչի համար է կորտնում, որ եթե մի աղջիկ, որ շպարված է, նրա վրա ջուր լեցվի, շպարը չփչանա, ծիծաղելի է։ Ինչպես կարող ես քրիստոնեական տոնը վերցնես և հեթանոսական տոնի հետ մեկտեղ խառնես և նույնացնես։ Բայց ահավասիկ հիմա մենք պիտի քննենք մի հրաշալի դեպք, որ տեղի ունեցավ Տեր Հիսուսի մասնակցությամբ Սուրբ գրքի մեջ գրվեց և մենք այսօր մեր ձեռքերի մեջ ունենք ու կարդում ենք Մատթեոս 16-րդ գլուխ 25 համարից սկսած։ Ճշմարիտ կսեմ ձեզ, թե հոստ ներկա եղողներից մեկ քանիսները կան, որոնք մահվան համը պիտի չառնեն, մինչև տեսնեն որդի մարդու իր թագավորությունով եկած։ Շարունակությունը։ 6 օր հետո Հիսուս իր հետ առնելով Պետրոսը, Հակոբոսը և նրա եղբայրը Հովհաննեսը, զանոնք բարձր լեռը հանեց առանձին, անոնց առջև այլակերպվեցավ և իր երեսը փայլեցավ արեգակի պես և իր հանդերձները ճերմակացան լույսի պես և ահա երևցան իրենց հետ Մովսեսը ու Եղիան և նրանց հետ կխոսեին։ Խոսեցավ Պետրոս և ասավ Հիսուսին. Տեր, աղեկ է, որ այստեղ կենանք, եթե կուզես, երեք խրճիթ շինենք, մեկը քեզ, մեկը Մովսեսին ու մյուսը Եղիային։ Երբ անիկա կխոսեր լուսավոր ամպը անոնց վրա հովանի եղավ և ամպեն ձայնը եկավ ասելով. Սա է իմ սիրելի որդիս, ում որ հավանել եմ, անոր մտի կրեք։ Աշակերտները երբ լսեցին, երեսնի վրա անկան և խիստ վախցան։
Հիսուս մոտենալով դպավանոց եւ ասավ. «Ելեք, մի վախցեք»։ Աչքերին վերցուցին եւ միայն Հիսուսը տեսան։ Երբ լեռից վայր կիշնեին, Հիսուս պատվիրեց անոնց եւ ասավ. «Այս տեսիլքը մարդու մի պատմեք, միչև որդին մարդո մեռելներից հարություն առնի»։ Ուրեմն այստեղ ներկայացվեց որպես այլակերպություն, մետամորֆոե հունարենն, այլ փոխակերպվելու, transformation, transfiguration անգլերենով, преображение ռուսերենով, փոխակերպվել, բայց քանի որ եղածը դրական է, չենք ասում այլակերպվել, որտեղ այլակերպվել նաև բացական իմաստով կլինի։ Ուրեմն հասկանում ենք եւ սրանից հետո պիտի գործածենք պայծառակերպվել բառը։ Դեպքի նկարագրությունը նաև Մարկոսի 9-րդ գլուխ 2-ից 12 համարներ, Ղուկասու 9-րդ գլուխ 28-ից 36 համարների մեջ կա գրված։ 6 օր հետո, կարդացիք, ինչից 6 օր հետո Հիսուսի տված խոստումից։ Աստված 6 օրվա մեջ երկիր եւ ամեն բան ստեղծեց, չէ, ստեղծագործությունը։ 7-րդ օրին չեղավ, իր հանգիստը մտավ, եւ այդ հանգիստը մենք գիտենք հազարամյա թագավորությունն է։ 6 օր հետո Քրիստոսի փառքը պիտի հայտնվի, ինքը որպես թագավոր, թագավորած պիտի ներկայանա իր աշակերտների առջև։ Ասաց մավան համը պիտի չառնեն, միջև տեսնեն Հիսուսին իր թագավորության մեջ, այսինքն փառքի մեջ։ Բայց այս 3 աշակերտները մահը ճաշակեցին եւ տեսան այդ փառքը արդյոք։ Քննենք։ Եթե միայն զուտ այս սկզբունքով քննենք, որ աշակերտներն մահացան գնացին, հետեւաբար Հիսուսի ասածը իրողություն չդարձավ, դա կլինի զուտ մարդկային մտածել եւ որպես մի պատմություն։ Հիսուս այս նշված աշակերտներին 3-ին բարձրացրեց Թաբոր լեռը, Գալիլեայի հարավում է, 18 կիլոմետր Գալիլեայի ծովից արևմուտք եւ բարձրությունը 575 մետր, ուրեմն Պետրոս, Հակոբոս, Հովանես։ Ինչու այս 3-ին արդյոք մնացած աշակերտները արժանի չէին։ Արդյոք Հիսուս կողմնապահություն է անում։ Պատասխանը միանշանակ ոչ է։ Սա ունի մի պարզ պատասխան, այս 3 աշակերտները միշտ ձգտումը ունեին Հիսուսին մոտ լինելու։ Հակոբոս առաքյալը ինչ է գրում 4 գլուխ 8 համար։ Աստծուն մոտեցեք եւ նա ձեզ պիտի մոտենա։ Պայմանը սա է, մենք պիտի Աստծուն մոտենանք եւ Աստված շատ ավելի մեծ քայլերով մեզ պիտի մոտենա։ Բայց եթե մեկը անտարբեր է, Աստծուց հեռու էլ մնում է։ Հետևաբար դա մեր պարտականությունն է Աստծուն մոտենալ, որպեսզի ակնկալենք, որ Աստված էլ մեզ է մոտենում։ Հիսուս արդյոք ինքն էր մյուսներին հետ պահում։ Ոչ, այս 3-ը այնպիսի նվիրում ունեին, որ մյուսներից առավել էին։ Սա է ամբողջ գաղտնիքը։ Եվ քանի որ ուզում էին միշտ Տիրոջ հետ լինել, նրանց էլ վիճակվեց, որպեսզի տեսնեն Քրիստոսի փառքը, այն բացառիկ հրաշքը, որի նախադեպը եղած չէ, բացառիկ է իր բնույթով։ Ընդհանրապես Հիսուս ինչպիսին էր իր աշակերտների մեջ, խոնար, ասաց ինձանից սովորեցեք, որ հեզ եմ ու սրտով խոնար։ Այսինքն Հիսուս խոնարհության էտալոն է, չափանիշ է։ Իր խոնարհությունը ինչպես կարող ենք չափել։ Երկնքից երկիր խոնարել։ Սա միգուցե դեռ լավ չենք հասկանում, մինչև որ Տիրոջ թագավորությունը չմտնենք եւ այն որ գրված է
շատից քիչը գիտենք, բայց շատից շատն էլ պիտի իմանանք այն ժամանակ, միայն ակնկալենք, որ շուտով այդ բանը պիտի լինի։ Հիսուս այնքան խոնարհ գտնվեց նրանց մեջ, որ իր աշակերտների ոտքերը լվաց։ Երկինք ու երկիր ստեղծող Աստված, քիչ է որ մարմնի մեջ պարփակվեց, եկավ աշխարհ, տարածության ու ժամանակի մեջ պարփակվեց, իր աշակերտների ոտքերը լվաց։ Բայց փրկության գործի համար էր դա, եւ նա Տեր Հիսուս որպես ծառա էր հայտնվել, ինքը պաշտոն էր կատարում, փրկչի պաշտոնը։ Բայց առիթը եկավ, որ աշակերտները իրենց վարդապետին տեսնեն փառքերի մեջ, որպես թագավոր, որպես Տեր։ Պայծառակերպվեց, իր երեսը արեգակի պես փայլեց, հանդերձները ճերմակացան լույսի պես։ Իդեպ այս երևույթի համար մարգարեական խոսք կա գրված, որ իրականացավ։ Եթե կարդանք Սաղմոս 104-ը, Սաղմոս 104 առաջի երկու համարները։ Օրհնե Տերը, ով իմ անձս, ով Տեր իմ Աստվածս, դու խիստ մեծ ես, փառք եւ վայելչություն հագած ես, լույսը հանդերձի պես կհագնիս, երկինքը վարակույրի պես կտարածես։ Դավիթ գրեց այս տողերը, ինքը արդյոք տեսել էր, ոչ, հոգին նրան գրել տվեց եւ սա մարգարեական խոսք էր, որ Տեր Հիսուսի աշխարհ գալով էր, որ պիտի իրականանար։ Այս փառքը, այս երևույթը դեռ իր երկրավոր կյանքի մեջ դեռ փառավորյան մարմին չհագած էր, որ տեղի ունեցավ։ Բայց մի այդպիսի փառավորյալ հայտնություն Տեր Հիսուս ունեցավ, երբ որ արդեն փառավորյալ մարմին հագած էր եւ այդ փառքին ականատես եղավ երեք աշակերտները, ոչ միայն մեկը, Հովանես առաքյալը, եկեք կարդանք։ Այս տողերը սքանչելի են, հայտնություն առաջի գլուխ 13 համարից։ Մենք հայտնության սերտողության դասերը սկսեցինք եւ սպասում ենք, որ այս գրություններին պիտի հասնենք ամեն մեկ բառը ամենայն մանրամասնությամբ քննելու համար։ Հայտնություն առաջի գլուխ 12 համարից։ Դարձա ձայնի կողմը տեսնելու, թե ով է ինձ հետ խոսողը, եւ դարձա 7 ոսկեղեն աշտանակներ տեսա, եւ 7 աշտանակների միջև մեկը որդին մարդո, միայն Հիսուսին է տրված այս տիտղոսը, պշնավոր պատմուճան հագած ու կուրծքի վրա ոսկե գոտի կապած, եւ իր գլուխը եւ մազերը բուրդի եւ ձյունի պես ճերմակ էին, եւ իր աշկերը կրակի բոցի պես էին, իր ոտքերը ոսկե պղնձի նման որպես հնոցի մեջ կրակ դարձած, եւ իր ձայնը շատ ջրերի ձայնի պես, եւ իր այդ ձեռքի մեջ 7 աստղ ուներ, եւ իր բերանեն սրած երկբերան սուր մկելներ, եւ իր երեսը արեգակի պես էր, որ իր զորությունով կփայլի, եւ տեսան նրան, իր ոտքը ընկավ մեռելի պես, ու իր աջ ձեռքը վրաց դրավ, ու սավ մի վախեցիր, ես եմ առաջինը եւ վերջինը, ես կենթանի եմ, եւ ես նա եմ, որ մեռա, եւ ահա կենթանի եմ հավիտյանս հավիտենից, եւ ես ունեմ մահվան ու դժոխքին բանալիները։ Ահա այսպիսի մի հրաշքի ներկա գտնվեց Հովանես առաքյալը, ինքը իրեն պետք է որ շատ երջանիկ զգա, աշակերտներից միակն էր, որ այդ երկու փառքերը տեսավ Տեր Հիսուսի։ Եվ այստեղ տեսնում ենք երկու ուրիշ անձնավորություններ էլ հայտնվեցին Տեր Հիսուսի կողքին, մեկը Մովսեսն է, մյուսը Եղիան է։ Լավ, ինչու հենց այս երկուսը։ Արդյոք հին ուխտի մեջ ուրիշ ակնառու դեմքեր չկային։ Օրինակ Աբրահամը, որ կոչվեց հավատքի հայր։ Պետք չէր որ նրանցից մեկը Աբրահամը լիներ։ Կամ Իսահակը, կամ Հակոբը, սրանք նահապետներ էին։ Հապա Դավիթ թագավորը,
որ Աստծո սրտի համեմատ մեկն էր, Աստված այդպես ասավ նրա մասին։ Ոչ, նրանք չեն կարող լինել։ Պիտի լինեին հենց Մովսեսը եւ Եղիան, որովհետեւ Մովսեսը ներկայացնում է օրենքը, Եղիան ներկայացնում է մարգարեներին եւ մարգարեությունները։ Եվ Հիսուս ասաց. «Իմ մասին են վկայում մարգարեական գրությունները, քննեցեք, ամեն բան իր մասին է գրված»։ Օրենքը մատնանշում էր Քրիստոսը, ինչպես կարդում ենք Գաղատացիս 3:24, օրենքը մեր դաստիարակը եղավ մեզ Քրիստոսին բերելու։ Այսինքն օրենքը բացահայտեց մեր մեղավոր լինելը եւ մեզ ղրկեց Հիսուսի մոտ, որովհետեւ միայն նրա մոտ կա լուծումը հարցի։ Մեկը մեղավոր է, որպեսզի իր այդ վիճակից մաքրվի, պետքություն ունի Հիսուս Քրիստոսի թանկագին արյանը։ Եվ երբ որ մենք դիմեցինք, Հիսուս մեր մեղքերը ներեց չհիշելու պայմանով։ Դրանք բոլորն էլ իմ մասին են ասում, Տեր Հիսուս ասաց, ուրեմն գրքերը քննեցեք։ Հիսուսը, Մովսեսը եւ Եղիան խոսակցում են։ Ինչի մասին? Ինչ են խոսում։ Մատթեոսի ավետարանում ոչինչ չի ասվում։ Եվ եթե չլներ Ղուկասու ավետարանը, այս բանը մեզ համար պիտի լիներ անորոշ։ Բայց հենց սկզբում նշեցինք, որ դեպքը գրվեց Մատթեոս, Մարկոս եւ Ղուկասու ավետարաններում եւ ամեն մեկը մյուսին ինչ են անում լրացնում են։ Ամեն մեկը իրենց տեսանկյունից են գրել, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց գրել է տվել։ Եվ Ղուկասու 9-րդ գլուխ եւ 31 համարում կարդում ենք հետեւյալը. Փառքով երևցան եւ նրա, այսինքն Հիսուսի կյանքից ելնելու վրայով են խոսում, որ Երուսաղեմի մեջ պիտի կատարվեր։ Այսինքն Մովսեսը եւ Եղիան եկել են Հիսուսի հետ քննարկում են, որ ինչպես Հիսուս խաչը պիտի ելնի, ինչպես Հիսուս հարություն պիտի առնի։ Ուրեմն Աստված մեզ անորոշության մեջ երբեք չի թողում, իր խոսքը խոսքով բացատրվում է։ Բայց դուք զգացիք, որ Պետրոս բավական լրակյաց էր հենց սկզբում։ Սա շատ անսովոր է Պետրոս առաքյալի համար, ինքը Աստծո հանդեպ շատ նախանձավոր էր, ինչ որտեղ նաև իրադարձություններից առաջ ընկնող էր, իր կարծիքը հայտնող էր, բավական ժամանակ լուր էր։ Այդպես լուր մնաց։ Ոչ, իհարկե որ ոչ, մենք նորից կարդանք Մատթեոսի ավետարանը 17-րդ գլուխ 4 համար։ Պետրոս ասավ Հիսուսին. Տեր, աղեկ է, որ այստեղ մնանք, եթե կուզես 3 խրճիթ շինենք, մեկը քեզ, մյուսը Մովսեսին եւ մյուսը Եղիային։ Այս խոսքերը ասավ Տեր Հիսուսին։ Այստեղ գրված այդ խրճիթը կամ հյուղակը կամ իզբուշկա այդ չպատկերացնենք, այլ tabernacle, խորան, հին ուխտի խորանը, տաղավարը, այդ ի նկատի ուներ։ Եթե կարդաք Ղևտացիների գիրքը, 23-րդ գլուխ, 34-ից 42 համարները, ժամանակ չենք կորցնելու, դուք տանը կարդացեք, ամփոփ ձևով ձեզ բերեմ այդ գրության իմաստը։ Ուրեմն 7-րդ ամսվա 15 օրից սկսած 7 օր տաղավարած տոն պիտի լինի։ 7 օր ողջակեց պիտի անեն, անասունը պիտի զոհեն, հետո այրեն, հացին ընծա պիտի մատուցանեն Տիրոջը, երկրի բերքից պիտի տանեն Տիրոջը, որպիսի բավական պաշար լինի Աստծո տաճարի մեջ, այլ կերպ ասած տոնախմբություն էր։ Պետրոս առաքյալը սայի նկատի ուներ հին ուխտի այդ տոնախմբությունները, տաղավարած տոնը։ Մովսեսն ու Եղիան եկել են, ինչ լավ է, Հիսուսն էլ միասին, չէ, եկեք տոնենք այդ տաղավարած տոնը։
Բայց իր խոսքի մեջ եկեք 3 խրճիթ պատրաստենք։ Սա նշանակում է Պետրոս առաքյալը Հիսուսին Եղիայի եւ Մովսեսի մակարդակին իջեցրեց։ Որքան որ այդ երկու անձնավորությունները հին ուխտի մեջ ակնառու դեմքեր էին, Աստված նրանց միջոցով հսկայական գործեր արավ, այս մեկ խոսքով նշանակում է երեքը հավասար են, եկեք երեքի համար էլ ուրեմն այդ խրճիթը կամ տաղավարը սարքենք, լավ է, հրաշալի ժամանակ կունենանք։ Բայց դեռևս իր խոսքը չավարտած, լուսավոր մի ամպ եկավ եւ ծածկեց։ Ծանոթ տեսարան է, Հիսուս երբ որ համբարձվում էր, ինչ տեղ ունեցավ, լուսավոր ամպ ծածկեց։ Պատահականություն էր, այդ պահին ամպը անցնում էր, ծածկեց։ Սա սովորական ամպ չէ։ Աստծո փառքի ցուցադրությունն է, Շեքինա է փառք է կոչում դա։ Այդ փառքը եկավ ծածկեց եւ հայրը երկնքից միջամտեց։ Դա է իմ սիրելի որդիս, նրան լսեք, նրան մտիկ արեք։ Այսինքն երբեք Հիսուսի եւ որևէ այլ անձի, որքան էլ որ այդ անձը նշանավոր լինի, նրանց մեջ հավասարության նշան չդնեք։ Մովսեսի ժամանակին ինչ ասավ, երբ որ ժողովրդի առջև կանգնած էր, երկրորդ օրինաց 18-րդ գլուխ 15 համար։ Քո Տեր Աստվածդ, այսինքն ներկաներից ամեն մեկին է ասում։ Իմ եղբայրների միջից ինչպես մարգարե պիտի հանի, նրան մտիկ արեք։ Մովսեսը որքան որ ակտարու դեմք էր, Աստված անգամ նրան թույլ չտվեց Քանանու երկիր մտնելու, որպեսզի աստվածային փառքը մարդուն չտրվի։ Դեռ ավելին, թույլ չտվեց, որ նրա գերեզմանը մարդկանց մեջ մնա, որպեսզի մարդիկ չպաշտեն։ Հայրը երկնքից խոսեց եւ միջամտեց։ Այս պայն ձեր միտքը ուր գնաց, ինչ հիշեցիք։ Մատթեոս 3-րդ գլուխ։ Երբ որ Հիսուս Հովհաննես Մկրտիչից Հորդանան գետի մեջ մկրտվում էր, նորից հայրը երկնքից միջամտեց, երբ որ Սուրբ Հոգին աղավնակերպ Տեր Հիսուսի վրա իջավ եւ հայրը վկայեց. «Սա է իմ սիրելի որդին, երբեք մարդկանց հետ հավասարության նշան չդնեք»։ Հիսուս գերազանց է, անհամեմատելի է։ Եբրայեցիների 3-րդ գլխի մեջ է գրված. քիչ մցած արավ հրեշտակներից, որտեվ այդ չարչարանքները Տերը որ կրեց, բայց փառքով ու պատմով նրան պսակեց եւ իր աթոռը նստեցրեց, որպես արժանի Տեր եւ Թագավոր։ Հիսուս ադամորդի չէ։ Հիսուս Աստծո որդին է եւ միակը, որ աշխարհ եկավ, որ մեղքերի եւ հանցանքների մեջ թաղված եւ դժոխքին արժանի ադամորդիներին Աստծո որդիներ դարձնի հավատքով։ Հիսուս կատարյալ մարդ է, միակը երկիր մոլորակի վրա քայլած, ապրած միակ անձնավորությունը, որ իր մեջ մեղք չկար, իր վրա մեղք չգտնվեց, Տեր Հիսուս Քրիստոս էր։ Ուրեմն կատարյալ մարդ եւ անթերի Աստված միակ ճշմարիտը։ Հովհաննես առաքյալը ականատեսն էր, չէ՞ այս փառքերի։ Առաջին Թանգարան թղթի 5-րդ գլուխ եւ 20 համարում ինչ է գրում Հիսուսի համար։ Ինքն է ճշմարիտ Աստվածը եւ հավիտենական կյանքը։ Փառք ես Տեր, որ այն օրը մեզ համար բացվեց, որ Հիսուս մեր Տերն է, ինքն է հավիտենական կյանքը։ Սրանից մեծ ուրախություն կա, եղբայրներ, քույրեր։ Աշխարհի մարդիկ կուրացած են։ Փակված է իրենցից, ծածկված է, վարակույր կա, բայց Տերը մեզ համար այդ վարակույրը վերցրեց։ Այդ տեսարանը
ինչ ազդեցություն թողեց աշակերտների վրա։ Ինչ եղավ։ Ասում են նրանք խիստ վախեցան եւ իրենց երեսների վրա ընկան։ Սուրբ Աստծո տեսանելի ներկայությունը։ Նաեւ Մարկոսի ավետարանում է գրված այս պատմությունը, այնտեղից է լրացնող մի բան ունենք։ Հիմա երբ որ ասում ենք վախ, շատ վախենալ, բայց այս բառն է գործածված, երբ որ տեսան, զարհուրեցին, սահմռկել, հայերենը հարուստ է, չէ՞ այս բառերից, սարսափել, զարհուրել, բոլորը այդ վիճակի մեջ գտնվեցին։ Եվ այս ասվածները բոլորն էլ վախի գերադրական աշճաններ են, չափից դուրս, աննկարագրելի։ Բայց այս աշակերտները Հիսուսի հետ են, չէ, 3.5 տարի, եւ հիմա տեսնում են փառքերի մեջ։ Այսպիսի փորձառություններ որոշ մարգարեներ ունեցան, օրինակ Եսային 6-րդ գլխում ինչ է գրում, Ոզիա թագավորի օրերով Տերը տեսա, որ բարձրացած եւ ուրեմն փառքի մեջ էր եւ ինչ գրեց 6:5 Ինքն էլ խիստ վախեցավ, ասում է. ահա կորսվում եմ, իմ աչքերը զորքերի Տիրոջը թագավորին տեսան։ Տերը այդ փառքը նաեւ ցույց տվեց Եզեկիել մարգարեին, առաջի գլուխ 26-ից 28 համարներ, լավ կլինի, որ այս համարները գրեք եւ դուք կարդաք, կամբողջացնի ձեզ համար այդ պատկերը եւ անշուշտ կարդացինք հայտնության առաջի գլխից Հովանես առաքյալի փորձառությունը, այն ինչ որ տեսավ, գրեց եւ մեզ համար դա ամենայն ճշմարտություն է։ Ասում է մեռելի պես գետինը ընկավ։ Այս պարագային 3-ն էլ ընկան մեռելի պես։ Հիսուս եկավ եւ մոտեցավ նրանց եւ ասաց. մի վախեցեք։ Բայց երբ որ ելան, ինչ տեսան, ոչ Մովսեսը կա, ոչ Եղիան կա, այլ միայն Հիսուսն է, այն էլ սովորական, ինչպես որ միջ այդ իրենց մեջ էր նախքան պայծառակերպությունները։ Աշակերտները միջ այդ ինչ էին տեսել, Տիրոջ խոնարհությունը։ Հիմա ժամանակ եկավ, որ իրենք տեսնեն Տիրոջ փառքը։ Եվ ինչ եք կարծում, այս պատկերը հրաշալի հնարավորություն էր, որպեսզի աշակերտները գնային եւ բոլորին խոսեն, չէ՞։ Պատկերացնում եք, բացատրեին, որ իրենք Հիսուսին, մեզ հետ եղող Հիսուսին փառքերի մեջ տեսան, ինչպես իրենք զարհուրեցին եւ այլն։ Հիսուսը ինչ ասաց իրենց։ Արգիլեց, կարդանք նույն Մատթեոս 17:9 համարը, Երբ լեռից վար կիշնեին, Հիսուս պատվիրեց անոնց եւ ասավ. այս տեսիլքը մարդու մի պատմեք, միջև որդին մարդու մեռելներեն հարություն առնի։ Պայման դրեց. մի պատմեք, բայց չասավ ընդհանրապես մի պատմեք, բայց երբ որ մեռելներից հարություն կառնի, այն ժամանակ կարող եք պատմել։ Եվ այդպիսի շատ դեպքեր եղավ, երբ որ Հիսուս հրաշքներ էր անում, բժշկություններ էր անում եւ ասում էր որևէ մեկին մի պատմեք։ Օրինակ Մատթեոս 12:16-ը կա, չորացած ձեռք ունեցող մեկին բժշկեց, ձեռքը նորմալ դարձավ եւ պատվիրեց, ասավ մարդկանց մի պատմեք այդ մասին։ Ինչու չպատմեն։ Արդյոք Հիսուս չէր ուզում, որ այս եղած հրաշքները, բժշկությունները տարածվեին եւ մարդիկ իմանային։ Ուրեմն երկու նպատակ կա։ Որ մարդկանց կենտրոնացումը հրաշքների եւ բժշկությունների վրա չլիներ, այլ պատգամի վրա։ Հիսուս չէր եկել հրաշքներ ու բժշկություններ անելու։ Հիսուս եկել էր Աստծո թագավորությունը քարոզելու համար։ Բայց այդ հրաշքները եւ բժշկությունները դրանք միջոց էին պատգամը տարածելու, ոչ թե նպատակ։ Ուրեմն հրաշքները, բժշկությունները միջոց են պատգամը տարածելու,
ոչ թե բուն նպատակը, նպատակը Հիսուսի Տեր եւ Փրկիչ լինելն է։ Նաեւ ուրիշ մի հանգամանք էլ կա, եւ սա արդեն քաղաքական գետնի վրա էր, որովհետեւ քահանապետները այդ հարցով շատ էին իրենք զբաղվում, որպեսզի Հիսուսի վրա գտնեն մի բան, որ կարողանան նրան զրպարտել, այսինքն զրպարտում էին, որ ասեցին ամբողջ աշխարհը նրա ետևից է գնում, որ դուրս չգար, որ այդքան մեծ բազմություն Հիսուսի շուրջ կողմը հավաքվում են, Հիսուս նրանց պատրաստում է ապստամբություն անելու համար։ Քահանապետների նպատակը սա էր, հռոմեացիների միջոցով Հիսուսին պատժել։ Դրա համար Հիսուս ասաց, որ չպատմեք, բայց կպատմեք երբ որ ինքը մեռելների ցարություն կառնի, եւ Պետրոս առաքյալը այդպես էլ վարվեց ու գրեց հետեւյալը իր երկրորդ նամակի մեջ առաջի գլուխ 16 համարից կարդանք։ Վասնզի ոչ թե մենք վարդապետությամբ շինված առասպելների ետևից երթալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը ու գալուստը ձեզ ցույց տվինք, հապա նրա մեծափառության ականատես եղանք, նրա վեհափառությանը։ Հիմա եթե ձեզ մեկը հարց տա, ով է ձեր վեհափառը, ինչ եք պատասխանում։ Մենք մեկ վեհափառ ենք ճանաչում, նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Մենք մարդու վրա փառք չենք դնի, երբեք։ Ամեն փառքի երկրպագության արժանի է միայն Տեր Հիսուս Քրիստոս, իրենով Հայրը եւ Սուրբ Հոգին, հավիտյանս ամեն։ Վասնզի ինքը հոր Աստծուց փառք ու պատիվ առավ, այն մեծավայելչության փառքեն այնպիսի ձայն եկավ, սա է իմ սիրելի որդիս, որուն հավնել եմ։ Եվ երկնքեն եկած այս ձայնը լսեցինք մենք, որ անոր հետ էինք Սուրբ լեռան վրա, Թափոր լեռը այդ պատճառով կոչվեց Սուրբ, որտեղ Քրիստոս պայծառակերպվեց, այնտեղ Աստվածային նրա փառքը երևաց։ Եվ Պետրոս այս դեպքի մասին խոսում է որպես անշահարկելի փաստ, անշահարկելի եղած է եւ իրենք ականատեսներ են, որ կղերները ու բոլոր հակառակորդները պիտի աշխատեն հերքեն։ Դրա համար է ասում, որ մենք շինված առասպելներով չէ, որ Քրիստոսի զորությունն ենք ցույց տալիս, այլ նրա մեծափառությանը ականատես եղանք։ Նաև այդ փառքի մասին են խոսում հին ուխտի գրությունները, որոնք ներկայացնում են Քրիստոսի փառքը մարգարեական գրությունների մեջ։ Եվ նաև Պետրոս առաքյալի այս գրածը շարունակենք, տեսնենք մարգարեությունները որքան կարևոր դեր են կատարում։ Պետրոս առաքյալի երկրորդ նամակն է, առաջի գլուխ, պիտի կարդանք 19 համարից։ Մարգարեական խոսքն էլ ունենք, որ ավելի հաստատուն է եւ աղեկ կնենք, եթե անոր ուշադրություն ունենք, որպես թե մութ տեղը լույս տվող ճրակի մի բան, ճրակ, ասենք, խորը մթություն է, լուցկու մի հատիկ, երբ որ վառես, ոտքիդ առջևը կտեսնես, չէ, կարող ես նշմարել, թե ուր ես գտնվում։ Մարգարեությունը ասում է, որպես ճրակ է Աստծո գործերը հասկանալու մեջ։ Մինչև ցերեկը լուսանա եւ արուսյակը սրտերնիդ մեջ ծագի, բայց առաջ սա իմացեք, թե գրքերի բոլոր մարգարեությունները իրենց հատուկ մեկնությունը չունեն, նույն աղբյուրն են, բայց նույն մեկնությունը չեն։ Եթե կարդանք Եսայի մարգարեությունը, ուրիշ կերպով է գրած, կամ գնանք մարգարեություններ կան, որ մեկ գլուխ են, երկու գլուխ են, հասկանում ենք։ Բայց առաջ սա իմացեք, թե գրքերի բոլոր մարգարեությունները իր հատուկ մեկնությունը չունեն, որտեղ մարգարեությունը երբեք մարդկանց կամքի պես չտրվեց, հապա Աստծո սուրբ մարդիկ խոսեցին Սուրբ Հոգու
շարժումով, այսինքն Տերը շարժեց, Տերը նրանց մեջ ներգործեց եւ գրեցին, անգամ Դանիել ասավ, ով Տեր, այս ինչ որ գրում եմ չեմ հասկանում։ Եվ Տերը ասավ, դու գրի, կնքի, դա վերջին ժամանակների համար է, պետք է չէ որ հասկանաս։ Ամեն ինչ ուրեմն վկայում է Տիրոջը։ Եվ մարգարեությունները, որ գրվեցին, եւ այնտեղ տեղ ունեցող ամեն բան, անգամ կարգը, սարքը, ամեն բան շուկտ էին եւ մատնանշում էին գալիք Մեսիային։ Երբ Հիսուս իր հարությունից հետո հանկարծակի ընկերացավ ում Էմաուսի ճանապարհորդներին։ Երկու հոգու, մեկի անունը նշված է Կղիով Պաս, երկրորդի անունը չկա, եւ նրանց հանդիմանեց իրենց թերահավատության համար։ Կարդանք Ղուկաս 24-րդ գլուխ 25-ից 27 համարներ։ Ով անմիտներ ու թուլասիրտներ, հավատալու այն բոլոր բաներին, որոնք մարգարեները խոսեցին։ Սրանով Հիսուս հաստատում է այն ինչ որ գրված է, իր մասին է գրված։ Չէ որ Քրիստոս պետք էր այս չարչարանքները կրեր եւ իր փառքը մտներ։ Այս երկու աշակերտները գնում էին եւ շատ տրտմած էին, ինչ է տեղի ունեցել, վարդապետին խաչեցին, էլ իրենք չգիտեն ինչ անեն, բա մարգարեությունները գրված, հաշվի չեք առնում, որ այս բաները պիտի տեղի ունենային, ու սկսելով Մովսեսից ու բոլոր մարգարեներից կմեկներ անոնց, ինչ որ իրեն համար բոլոր գրքերի մեջ գրված էր։ Ուրեմն գրքերի մեջ գրվածներն են, որ վստահելի են, եւ դրանցով է, որ պիտի առաջնորդվենք։ Աստված ճանաչությունը միայն սուրբ գրքով, ոչ թե սրա, նրա երաս, տեսիլ, իր ունեցած պատմություններով կամ կյանքի ունեցած իր փորձառություններով։ Դրանց մեջ շատ հաճախ սատանան իր գործը անում է եւ մարդկանց շեղում է, բայց միմիայն Աստծո խոսքն է, որ վստահելի է։ Այստեղ ուրիշ խոսակցություն էլ տեղի ունեցավ, որ վստահաբար կարևոր է, որ դրա վրա էլ խոսենք, բացատրություն տանք։ Ուրեմն նորից պիտի գնանք մեր այսօրվա բնաբանին, Մատթեոս 17-րդ գլուխ 10 համարից պիտի կարդանք։ Աշակերտները իրեն հարցրեցին. ինչի համար դպիրները կսեն, թե պետք էր որ առաջ Եղիան գա։ Պատասխան տվավ Հիսուս եւ ըսավ անոնց. Հիրավի առաջ Եղիան կգա եւ ամեն բան կարգի կդնե։ Բայց ձեզ կսեմ, թե Եղիան արդեն եկած է եւ զանիկա չճանաչեցին։ Հապա ինչ որ ուզեցին ըրին անոր, նույնպես ալ որդին մարդու անոնցմե պիտի չարչարվի։ Այն ատեն հասկացան աշակերտները, թե Հովանես Մկրտիչի համար էր ասում այս բաները։ Պետք էր առաջ Եղիան գա։ Դիմում ենք մարգարեական խոսքերին եւ գրված է Մաղաքիա 4 գլուխ 5 համարում, որ Եղիան արդեն եկած է։ Ուրեմն ինչպես կարող է Հովանես Մկրտիչը լինել Եղիան, երբ որ այս երկու անձերի ապրած ժամանակաշրջանների մեջ 800 տարվա տարբերություն կա։ Լավ, այդ դեպքում տեղափոխվենք Մատթեոս 11-րդ գլուխ եւ կարդանք 10-ից 14 համարները։ Վասնսի ասիկա է, որու համար գրված է. ահա ես իմ դեսպանս կղրգեմ քու երեսից առջևեն, որ քու ճամփատ պատրաստ է, ով է այդ դեսպանը, Հովանես Մկրտիչը։ Ճշմարիտ կսեմ ձեզի, կանանց ծնածների մեջ Հովանես Մկրտիչից մեծը չեղավ, որպես որ վերջին մարգարե եւ որպես Քրիստոսի ճանապարհները հաստատող, սակայն երկնքի թագարության մեջ
ամենեն պստիկը անկե մեծ է։ Ինչու՞։ Հասկանանք, թե Տերը մեզ ինչ է տվել։ Ովքեր են Հովհաննես Մկրտիչը, մարգարեները, հին ուխտի հերոսները, սրանք հավատքի օրինակներ են։ Եբրայեցիս 11-րդ գլուխ նրանց մասին գրված է։ Բայց նրանք հանդիսանում են Փեսայի բարեկամները, ինչպես Հովհաննես Մկրտիչը ասաց։ Նա որ հարց ունի, Փեսան նա է, բայց Փեսայի բարեկամը, որ ինքը իրեն անվանեց, կտեսնի եւ կուրախանա Փեսայի համար։ Դրա համար ամենատկարը, ով որ ապրել է եկեղեցու դարաշրջանին եւ երկինք է գնալու, համարվում է ավելի մեծ, քան այն տիտանները, հավատքի տիտանները, որ եղել են։ Ոչ թե որ այս տկարը այնպիսի ձեռքբերումներ է ունեցել, դրա համար է մեծ համարում, այլ որ հավաքականորեն հանդիսանում է Քրիստոսի հարցը։ Ու Հովհաննես Մկրտիչի օրեն միջև հիմա երկնքի թագավորությունը ուժով կառնվի եւ ուժեղները կհափշտակեն զանիկա։ Վասնզի բոլոր մարգարեները ու օրենքը միջև Հովհաննես մարգարեության, եթե կուզեք ընդունել, անիկա է Եղիան, որ պիտի գար։ Ահա թնջուկ ձեզ։ Հովհաննես Մկրտիչը հանդիսանում է Եղիան, էսի չէ, reincarnation, վերամանավորում։ Եղիան եկավ Հովհաննես Մկրտիչի մեջ մտավ, Քավլիցի։ Հնդկական այդ վերամանավորման ուրեմն գաղափարը գիտեք, չէ՞։ Մարդը շղթայական կյանքեր է ապրում։ Այս կյանքի մեջ մարդ է, բայց եթե լավ մարդկային բարոյական կյանք չվարեց, հաջորդի մեջ կարող է կոկորդիլոսի մեջ մտնել կամ ասենք մի ուրիշ կենդանու մեջ, անգամ մրջունի մեջ, դրա համար չեն տրորում մրջունի վրա, հնդիկները կարծելով, որ հնարավոր է իր հորեղբոր հոգին մեջը լինի։ Այսպիսի ցնորություններ կան։ Քավլիցի, որ այդպիսի բան լինի, այստեղ Հիսուս ոչ թե ի նկատի ունի անձին, այլ ի նկատի ունի Եղիայի նախանձավորությանը, որ Հովհաննես Մկրտիչը այդ նույն նախանձավորությամբ եկավ Տիրոջ համար։ Եղիայի մասին խոսել ենք բազմիցս, անցյալ անգամ էլ խոսեցինք, եւ չենք ծավալվի ամբողջ պատմության վրա, Եղիան միայնակ պայքարեց Աքաբի եւ նրա կնոջ Հեզաբելի դեմ։ Հեզաբել, ուղղակի, որ Եղիայի մահն էին ուզում, բայց քաջորեն ինքը պայքարեց նրանց դեմ, նույն կերպով նկարագրում է Հովհաննես Մկրտիչին, անապատի մի մարդ, իր համար ուրիշ ոչ մեկ բան չկար, մեկ ուրեմն առանձնաշնոր էր նրան տրված, մեկ առաքելություն ուներ փրկչի ճանապարհը հաստատել։ Եվ դրա համար մարդկանց առջև ինչպես էր նրանց խոսում, իժերու ծնունդներ, ով ձեզ հայտնեց, որ գալիք ուրեմն դատաստանից փախչեք, եւ այլ ահավասիկ կացինը ծառի մոտ դրված է, եթե չապաշխարեք այդ ծառը պիտի կտրվի։ Ուրեմն նախանձավորությունը Աստծո հանդեպ, zeal անգլերենով կամ eagerness, ուրիշ մի բառ եմ գտել, diligence անգլերենով կամ усердие ռուսերենով, rvение։ Մենք ունենք այս նախանձավորությունը մեր Տիրոջ հանդեպ։ Հիմա մեր անձերը քննելու պահն է։ Մենք ունենք արդյոք։ Այսօր եւ ընդհանրապես 21-րդ դարի հավատացյալները քնած, լճացած, գաղջ վիճակի մեջ են։ Շատերից էլ լսել ենք, դե փրկված եմ կարևորը։ Ուրեմն միայն փրկվի եւ ուզածիդ նման կյանքը տապրի։ Բայց Տերը մեզ այս երկրի վրա դրեց, որպեսզի աղ եւ լույս լինենք, դրեց, որ հատուկ մասնավոր առաքելություն ունենանք, այդ լույսը մարդկանց տանելու, վկայելու,
մեր դավանությունը բերելու։ Հիմա բացառակերպության այդ դեպքի հոգևոր խորհուրդները։ Տեր Հիսուսի երկրորդ փառավոր գալստյան նախապատկերն է սա, Հիսուս ինչ վիճակ ունի փառքերի մեջ, արտաքին կերպարանքը երեսը արեգակի պես, հանդերձները ճերմակ լույսի պես, որպես թագավոր թագավորած։ Մովսես ինչ կարգավիճակ ունի, փառքի մեջ է թե ոչ։ Պատասխանը այո է։ Ներկայացնում է ննջած հավատացյալներին, որոնք պիտի լինեն փառքի մեջ, տեսեք Մատթեոս 13:44 ինչ ասում, այն ատեն արևի պես պիտի փայլեն արդարները, եւ հասկանում ենք արդարացածները իրենց հոր թագավորության մեջ։ Ուրեմն Մովսես ննջեցյալների նմուշը։ Եղիան նույնպես փառքով հայտնվեց, այդ մասին Ղուկաս 9:30-ում ասում է, Մովսեսը եւ Եղիան փառքով երևցան, Եղիան ինչպես այս աշխարհից դուրս եկավ, հրեղեն կարգի միջոցով, որ ներկայացնում է հափշտակվող հավատացյալների օրինակը, եթե ուզեք կարդացեք առաջի Թեսաղոնիկեցիս 4:13-17, առաջի Կորինթացիս 15:50-53։ Երբ որ փողը ընչվի եւ մեռելները հարություն առնեն առանց ապականության եւ նրանք, որ ողջ մնացած են մեկ ակնթարթի մեջ պիտի փոխվեն։ Այսինքն հավատացյալներին ներկայացված է այդ փառքի մեջ կցված ենք մենք, ինչպես Մովսեսը եւ ինչպես Եղիան։ Եվ ինչպես գիտենք, Աստծո խոսքից նախքան երկինք մտնելը պիտի տեղ ունենա Քրիստոսի ատյանը, ուրեմն երկրորդ Կորինթացիս 5:10 համար եւ ամեն մեկս մեր ապրած կյանքի համար պատասխան պիտի տանք եւ ինչ որ արել ենք թե բարին թե չարը Քրիստոսի ատյանի առջև այդ ամենը պիտի քննվի։ Պետրոսը, Հակոբոսը եւ Հովանեսը իրենք փառքի մեջ են։ Ոչ, փառքի մեջ չեն եւ նրանք ներկայացնում են գալիք փրկվող Իսրայելը։ Այն 1/3-ը, որոնք մեծ նեղության շրջանի ամենավերջում պիտի փրկվեն, Զաքարիա 13:8 համար, որովհետև 2/3-ը նրանց ների ձեռքով պիտի սպանվի։ Թեև 1/3, մի ազգի 1/3 փրկվի, սա հսկայական թիվ է։ Մենք գիշեր ցերեկ կցնցանք, երբ որ իմանանք, որ հայության 1/3-ը վերստին ծնունդ ունի, դուք պատկերացնում եք սա ինչ թիվ է։ Հսկայական։ Եթե աշխարհում 10 միլիոն հայ կա, 3.5 միլիոն մարդ վերստին ծնունդ ունենան։ Ապա լերից իջան ստորոտում հսկայական բազմություն։ Ովքեր են սրանք։ Սրանք աշխարհի մարդիկ են։ Ինչպես այդ անձերը, որևէ տեղեկություն չունեն լեռան գագաթին ինչ է տեղի ունենում։ Այնպես էլ աշխարհի մարդիկ իրենց համար Աստված, Աստծո գործեր, այդպիսի բան չկա։ Աստված իրենց համար միայն ձմեռ պապ է։ Խնդրում եմ եւ Աստված ինձ տալիս է։ Հա այդքան արժանի ես, որ քեզ տալիս է Աստված, երբ որ Աստծո հոգին անգամ չունես, քո մեղքերիդ եւ հանցանքներիդ մեջ էլ մեռած ես։ Բայց 14 համարի մեջ հետեւյալ մի հետաքրքիր բան կա։ Իջած ժամանակ աշակերտներին մոտեցավ մեկը։ Ով է սա։ Սրանք էլ ներկայացնում են այն ժողովրդին, ովքեր ների ձեռքից մեծ նեղության շրջանից ազատվելով պիտի մտնեն հազարամյա թագավորություն։ Թեև այդ անձը, որ նրանց մոտեցավ, ինքը անմիջական հաղորդ չեղավ այդ փառքին, ուշացումով եկավ, բայց նրան էլ այդ հնարավորությունը պիտի ընձեռվի, ինչպես մեր նեղության շրջանի մեջ Հովանես առաքյալը ասավ, ով Տեր, ովքեր են սրանք ջերմակ հանդերձներ հագած, եւ Տերը ասավ, որ սրանք են մեծ նեղության շրջանից եկողները, որոնք իրենց հանդերձները ջերմակացրին գառնուկի արյունով։ Հիմա կարևոր է, որ ամեն մարդ իր կարգավիճակը քննի։ Նրանք, ովքեր որ ննջեցին եւ մեզանից հեռացան, նրանք
Մովսեսի կարգը ունեն, ինչպես Մովսեսը հանդիսանում է ննջող հավատացյալների նմուշը, բայց մենք, որ սպասում ենք Տեր Հիսուսի գալուն եւ հափշտակությանը, Եղիայի կարգավիճակը ունենք, ինչպես Եղիան էլ կարգերով առանց մահ ճաշակելու երկինք հափշտակվեց։ Ուրեմն, պայծառակերպություն, մի հրաշալի իրական տեղի ունեցած դեպք, որտեղ Քրիստոսի փառքը ներկայացավ, որտեղ նաև նրա երկրորդ գալստյան փառքը ներկայացավ եւ հաստատվող հազարամյա թագավորությունը։ Ուրեմն այս կանչելի իմաստալից հուսադրող հոգևոր խորհուրդներով լեցուն դեպքը մեկ բառով է կոչվում Քրիստոսի ինչ պայծառակերպություն եւ երբեք այն հեթանոսական տոնի հետ չասոցացվի եւ պատրաստ լինենք մարդկանց պատմելու բացատրելու։ Տերը թողորտնի իր խոսքը մեզ ավելի իմաստություն տա, որ իր խորհուրդներին ավելի հաղորդ լինենք եւ հոգեվոր թե գիտություն ամբարենք եւ թե նաեւ ուրիշներին կարողանանք դա փոխանցել։ Տերը օրհնի ձեզ իր խոսքը, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։